Անցած տարում նվազեցրել ենք ռուսական զորքերի ներկայության աստիճանը, խնդիր չունենք մեր առջև Հայաստանում վերջ դնել ռուսական զորքի ներկայությանը։ Չեխիայում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսել է Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության մասին, շեշտել, որ այն մոնիթորինգ է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակը։ Նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը, Փաշինյանը շեշտել է. հիմա խաղաղության պայմանագիրը ստորագրելու ժամանակն է։ Տարածաշրջանում յուրաքանչյուր էսկալացիան հանգստություն է պատճառում, լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Հարցին Պաշտպանության նախարարությունը գնահատել է Սյունիքի վրա հնարավոր հարձակման հեռանկարը, Պաշտոնյան պատասխանել է, որ նախարարությունը հետևում է իրադարձություններին։ Նա նաև նշել է, որ Հայաստանը պաշտպանվելու է իր հնարավորությունների, կարողությունների ու ամբողջ ներուժի չափով, եթե դրա կարիքը լինի։ Գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին նախագիծը չընդունվեց։ Զինծառայության վերաբերյալ իշխանական падգամավոր Հայկ Սարգսյանի օրինագիծը ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովում շուրջ 4 ժամ քննարկումից հետո դրական եզրակացություն չստացավ։ Նախագծին կողմ էր 5 դեմ 4 ձեռնպահ 1 падգամավոր։ Օրինագծով առաջարկվում է 18-ից 32 տարեկան քաղաքացիներին ծառայել 1 ամիս վճարելով 24 միլիոն դրամ, 4 ամիս ծառայության դեպքում վճարել 18 միլիոն դրամ։ Հստակ չէ, թե Իրանից, Իսրայելից եւ ԱՄԷ-ից դեպի Երևան եւ հակառակ ուղղություններով թռիչքները երբ կվերականգնվեն։ Տեղեկությունը Ֆակտ.ըմ-ի հետ զրույցում փոխանցել է Քաղավիացիայի կոմիտեի մամուլի պատասխանատու Լիլիթ Աղաբեկյանը։ Իրանի օդային տարածքի փակվելու պատճառով Զվարթնոց օդանավակայանում վայրեջք են կատարել Բելգորոդ-Դուբայ, Մինվոդի-Դուբայ, Կազան-Շարժա չվերթները։ Օդանավակայանի չվացուցակից տեղեկացել ենք, որ տարածաշրջանում ստեղծված լարվածության պայմաններում չեղարկվել են դեպի Իսրայել, Իրան եւ Միացյալ Արաբական Էմիրություններ եւ հակառակ ուղղություններ չվերթները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի կողմից Իրանին զանգվածային հարվածների ֆոնին հայտարարել է, որ Թեհրանին երկրորդ հնարավորությունն է տալիս միջուկային գործարք կնքելու համար։ Թրամփը հիշեցրել է, որ Իրանին 60-օրյա վերջնագիր էր տվել գործարք կնքելու համար։ Այսօր 61-րդ օրն էր։ Նրա խոսքով հաջորդ արդեն պլանավորված հարձակումներն ավելի դաժան կլինեն։ Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Իսրայելի կողմից երկրի տարբեր քաղաքների վրա հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 95 մարդ։ Զոհերի ճշգրիտ թիվ Իրանի պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հայտնել։ Հաղորդվում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այսօր արտահերթ նիստ կանցկացնի Իրանի վրա իսրայելական հարվածների հարցով։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հրամանով նոր նշանակումներ են եղել Իրանի բանակում։ Շտաբի նախկին պետ գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերինի փոխարեն շտաբի պետ է նշանակվել նախկին հրամանատար գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի նախկին հրամանատար գեներալ Մուհամմադ Փակբուրը նշանակվել է կորպուսի նոր գերագույն հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի զոհվելուց հետո։ Գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդիի փոխարեն էլ Խամենեին Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի նոր հրամանատար է նշանակել գեներալ Ալի Շադմանիին, նրանց շնորհելով գեներալ-մայորի կոչում։